Բարև բոլորին, դուք Digitfix ալիքում եք, չմոռանաք բաժնորդագրվել մեր ալիքին, լայքեր դնել, կոմենտներ գրել ու չմոռանաք ֆոլոw մեր Instagram-ին, որ ոչ մի կոնտենտ բաց չթողնեք։ Okay, երեխեք, ես նկատել եմ, որ շատերը ձեզ այնց բողոքում են, ասում են ուր են պրանկերը, ուր են չելենջները, եք այդքան քիչ գցում այդ ամեն ինչը, բայց ասկսա, որ արդեն пришло время անել այն ինչ որ դուք շատ եք սիրում։ Ես ասեմ, քանի որ բոլորդ գիտեք, որ սուրպրայզներ չեմ սիրում, ես վլոգը էլի չեմ սիրում, որտեղ պրանկերը սուրպրայզներ են, ասենց ասած, ուղղակի ավելի վատ սուրպրայզներ, ու ես թարպես չեմ սիրում չիմանալ ինչ-որ մի բան։ Ու կարծես ես որոշել եմ ինտրիգան հետ բերեմ, դրա համար welcome to Intriga vlog։ Ես փորձել եմ իմ ծնողների մեջ յանեի մեջ էմոցիաներ առնացնեմ, ու որպեսզի դուք էկրանից նայեք ու ասեք, «Էլի տենց զարմանաք, ինչ-որ մի էմոցիա ապրեք»։ Առաջին challenge-ը, որը շատ պարզ բացատրել challenge-ը, задаем вопросы нашим родителям։ Ախես ռուսերեն փոխվում։ Չգիտեմ, սիրում ռուսերեն խոսալ։ Հարցեր եք տալիս մեր ծնողներին, որոնք դուք ամաչում եք տալ ձեր ծնողներին։ Ու վստահ եմ, բոլոր երեխաներին ինչ-որ հարցում են, որ մամային, պապային ուզում եք հարցեք, բայց ինչ քաշվում եք, կամ չգիտեմ, ամաչում եք, իսկ մենք այդ ամեն ինչ դրել ենք էսկո։ Ու որոշել ենք հարցնենք, որ իմանանք։ Ինչ, սկսեցի։ Okay, իմ առաջին հարցը երկուսի։ Ձեր առաջին հատքույրը քանի տարեկանում ա եղել։ Կամ ոնց է։ Որ տարիքում ու ոնց։ Չի ուզում, չի ուզում։ Եթե ծվորթի 2010, 8-ի կոմեր է 2008-ի։ Առաջին հատքույրը մեր չէ։ Բան։ Вообще, ես ասի մանոյի հետ։ Առաջին ամփիրը երբ ա եղել։ Ես ասել որ 18 տարեկան։ 10-րդ դասարանն է։ Օ, իմ տարիքի։ Չի նշանակորդի ոգևորես։ Իսկ քոնը 19-20։ Օ, շատ լավ։ Երկրորդ հարցը ես մնալու, ինչ կանեիք, եթե իմանաք, որ այսքան ժամանակ ես secret-ի boyfriend եմ ունեցել։ Ինչ գլուխդ կջարդեք, գլուխդ։ Հիմա դու չի կարա տենց բան լինի, որ դու չէ, որ դու secret-ի boyfriend ունենաս եւ ես չզգամ։ Կներվեմ, որ ինչ չես վստահում, ուղղակի որ չես վստահում, ոչ թե կներվեմ, որ boyfriend ունեցա, որ ինչ չես վստահում։ Ես միշտ մտածում, եթե մարդը ինչ-որ մի բան թաքցնում է, ուրեմն դրա հետևի ինչ-որ մի վատ բան կա, դրա համար բացի դրանից որ կնեղվեմ, նաեւ չափազանց կանհանգստանամ։ Okay, պատկերացնենք մի քանի տարուց ես բերում եմ իմ ընկերը, ով ինձ մի 15-20 տարի մեծ է։ Չէ, չեմ ընդունի։ Ինչ կանես, ինչ։ Ну, բնեղվեմ, ինչ ոչ մի բան չեմ կարող անեմ, ինչ անեմ, եթե ասում ես դի ամուսնանամ իր հետ, ես հո չեմ ինձ դեմ կլինեմ, ասեմ ինչի, որովհետև գոյություն ունեն հետաքրքրություններ կյանքում։ Դու այն տարիքում ես, որ դու պիտի այդ հետաքրքրությունն ապրես 40-45 տարեկանի հետաքրքրությունը 20 տարեկանի տարբեր են։ Ունենալու է discomfort, ինչքան էլ ինքը ուզենա կամ դու ուզենաս, ինչ որ միտեղ խաթարվելու է։ Եթե ասեր 10 տարի էլ ինչ որ միտեղ կդիմանայի, կասեի, հա, դե լավ, ասենք խոսքի։ Բայց 15-20 տարին այդ իմ համար չերես շուրա։ Ես մտածում եմ, չնայած ասում եմ, որ երբեք չի կարելի ասել երբեք, բայց հիմնականում աղջիկները նմանատիպ տարիքով ավելի մեծ ընտրում են այն դեպքում, երբ որ իրանք հոր պակաս են ունենում, որովհետև փորձում են նաև իրենց երկրորդ կեսի մեջ գտնել հայր, դրա համար ես կարծում եմ, որ մեր հետ նմանատիպ բան չի լինի, իսկ եթե լինի առաջին հերթին ոչ թե ռեակցիաս կլինի այն, որ ասեմ չէ, փորձեմ ինչ-որ ձևով հասկացնել, որ ավելի առաջ նայով հասկանա հետագայում դա որքան խնդիրներ կառաջացնի։ Պապա, այս հարցը ավելի շատ քո համար է։ Պատկերացրա, որ ես քո կարտոչկան, քո կրեդիտը, որտեղ սա քո գումարներն են, ասենք թե, որտեղ սա քո գումարներն են, ես վերցնում եմ ու պրոստը ինչ փող կա զրոացնում եմ քո հաշիվը։ Պրոստը գնում եմ ինչ ուզում ինձ առնում եմ։ Կգնաս իմ տեղը կնկարվես, հարսանիք կվարես, առևտուր կանես, տունը կպայես։ Պատկերացնում եք, որ ես երետ վիճվում եմ ու տնից գնում եմ մի շաբաթ չեմ գալիս։ Ինչ արեցով։ Դա շատ կարևոր է։ Չգիտեմ։ Մոկա լուսը գնում եմ։ Հետո ձեզ միլիցիա զանգում է, բանտին տեսնում եք ձեր աղջկանայք ինքը մեծ գումարի գողություն է։ Ոչ ման կասեմ գնա քո արած մեղքերի համար պատասխան։ Ես ես պապայիդ հետ կռիվ կանեմ, կասեմ մենք պետքա գնանք իրան օգնենք, ինքը կասի ոչ, ինքը պետքա պատասխանատվություն կրի, ես կսկսեմ լացել, կսկսեմ իրան համոզել, հետո գամ քեզ բանտից կհանեմ ու կփիչխեմ։ Կչիփխեմ, ոչ թե կփիչխեմ։ Փիչխեմ, Չիփխեմ։ Չփխեմ։ Չփխեմ։ Կչիփխեմ քեզ։
Okay, վերջին հարցն եմ տալիս, ինչ պետք է ես անեմ, որ երկուսից էլ շատ լուրջ պաշտպանություն ասնալի։ Ինձ համար ամենակարևորը որ ստես։ Ստեմ դրա մեջ։ Այո, որը այո, որ Որ ստը ընտանի- չեմ Մի տանում։ անգամ ստել եմ ոչ մի չես արել։ Դա վեմ տես մեծ, այսինքն Ուրեմն մեծ սա սուտ։ հետո կանեմ։ Դու ինչ կանես պիտի անդում։ Որ դու ընտանիքը դուրանաս, այսինքն գիտես ոնց ընտանիքը դնես մի կողմ, ընտանիքը ու դու քո եսի համար, քո էգոյի համար սկսես ապրել։ Վերջ, ես պետքա գնամ մանիկյուրի։ Երկրորդ պրանկը, որ ինձ թվում էր մի քիչ ավելի բուրնի ռեակցիա կառաջացնի papayo մամայի մոտ, քանի որ այս ինտրիգա վլոգը ու այն բանը, որ մարդկանց ավոր տիպի դիսկոմֆորտ է առաջացնում, դա երբ ինչ-որ մեկը իրենց հետևում է, նայում է։ Կարծած ես ու Յանան շատ բրիլյանտ իդեա ենք որոշել, որ պետք է ստեղծենք fan account, fake account իմերի ծնողների մասին ու իրանց կողքից նենց նկարենք, որ իրանք չհասկանան, որ դա մենք ենք, ու ոնց որ իրանք ավոր տիպի վախենան ու մտածեն, որ իրանք լուրջ դե մեկի ունեն, որ հետևում է, ու հենց հիմա մենք նոր account կսարքենք, username ինչ դնենք Գրիգորյան Love. Մանո։ Էվա վա։ Ինչ են Love, просто love։ Չէ՞ ցանկապահ։ Էվա, Մենք շուտ մի այնպես նկար պետք է ընտրենք, որ չգիտեմ, կարող եք մի հին իրանց նկարներից դնենք, որ ամենավերջի նկար, որ մամենսո просто այդ մարդ սկրինշոտ արել դրել է։ Գրում ես հիմա բիոմ գրի best family։ Սխալ բրատ։ I know Այնտես տիպի բան բեկա վախացնող բան գրել։ Այժմ իրենք այժմ պիտի նենց որ սորական fake կգտած է բիոմ չեք։ I know where you are, but Չէ, տենց չէ։ այժմ просто I love you սա պոստերի իրենց My նկարն։ life My life My roots, my story, my attitude։ My love Mano plus Հատուկ ես սխալենի անեմ սագո գրել։ Սագո։ Արդյոք կջագի որ դու ես։ Հալա։ Դու Սարգիս։ Հավասար եմ։ Մի։ Okay, չէ, infinity սեր։ Դες ես տունը պիտի ավակեմ։ Յանա պասի կարևոր լուրջ գործ ենք անում։ Այս ասենք թողնում ենք, բայց ես ում ես նկարից։ Ես այդ ծուրեմ լրիվ։ Դեպք։ Okay։ Բաղը սկսենք իրենց նկարել։ Երբ որ պապան բալկոն լինի, ես թաքուքիշն ներքև իրան դրսից կնկարեմ բալկոնում։ Օրինակ ես ինչ մի ֆոկտեր կգրեմ մամայի մասին, որովհետեւ ինքը հին, չգիտեմ, հարցազրույցներում ասել է պրամելի, որ խորը ֆանատ է ես, որ մի քիչ գժի տպավորություն պիտի թողենք։ Ես արդեն ունեմ լիք նկարներ, որ կուզենայի papayin ուղարկի, բայց ինձ թվում է հիմա իդեալական մոմենտը չի։ Ես ուզում եմ նայել ստեղ լինի, որ ես իրենց ռեակցիան բուկվալը տեսնեմ, որովհետև կարող է պապան շատ արագ ստուգիստ հիմա իրանք տանը չեն։ Բայց ես որոշել եմ, որ ավելի ռեալիստիկ է ամեն ինչը երևա։ Ես հենց հիմա իրանց պրոստը կգրեմ որպես սովորական մարդ, որ իրանց շատ սիրում է, որպես իրանց ֆանատ, որպես տես տիպի բան, որ պրոստը papan 100% կարծա կարող է նույնիսկ պատասխանել, կարող է սրտիկ դնի, կարող է գիտենա բան չպատասխանի։ Դուք աշխարհի ամենալավ ընտանիքն եք, ես գժվում եմ։ Ուրեմն ես դպրոցում ստուգեցի իմ այդ ֆան account-ը ու ոնց որ ես սպասում էի, համ մաման է, համ պապան էր, երկուսն էլ պատասխանել են իմ մեսեջին, հիմա ձեզ ցույց կտամ։ Մաման սրտիկ ու սենց նշան է ուղարկել, պապան է ուղակի լայքել է։ Պապային կուղարկեմ նկարներ ու կգրեմ I'm always with you. Just this տիպի բան կգրեմ, որ իրան վախացնեմ։ Ես հենց հիմա պապային ուղարկեցի լիքը մի 4 հատ նկար եմ իրան ուղարկել ու գրել եմ I always see you, you're perfect։ Հիմա ես չգիտեմ պապան ինչ ռեակցիա կտա սրան, ընդհանրապես չգիտեմ։ Ես իմ պապան ինչ-որ մի չգիտեմ։ Ռեակցիա կտա, ասի, վայ մանո, այսով ինչ ներվից նկար է, բոնես կեն նկար, բայց պապան գուշակեցի չա ուղարկում։ Այս մայլիկը։ Ասենք ֆանատ իրան ուղարկում են նկար, որ ասենք papan կողքից քայլում է կամ ասենք մի ժամ հետո էլ թե papan որտեղ է ու papan Շնորհակալություն, որ դուք ինձ նկարում եք։ Покажи мне свои личные сообщения в Инстаграме։ Instagram-ում։ Հա, Instagram-ում քո DM-ները ինձ ցույց։ Բայց ինչի համար։ Ինչու մարդակ ես գրում։ Դու ինչ որ տարօրինակ մեսեջ չես ստացել այս վերջի մի քանի օրը։ Ումից։ Ֆանեջից։ Չէ։ Ոչ մի տարօրինակ։ Պրամ ոչ մի։ Прям չեմ բան արել, երևի շատ չեմ եղել, ինչի համար ես ասում։ Ինչ մի նկարներ քեզ չեն ուղարկել, ինչ որ տարօրինակ, որ ու գրել են որ դու շատ սիրուն տղամարդ ես ընդհանրապես։ Դες նկարներ չես ստացել ինչ որ։
Վստահ ես։ Դու ինչ փորձել ես մամայի իմ հավատարմությունը ստուգես։ Вот. Я решила тебя пранк сделать. Давай. Пранк եկին զումանեի, որ ոնց որ դու ստակեր ունես, որ քեզ հետևում են ու թակում քեզ նկարում էի։ Ու վերջը նկարները քեզ սա ուղարկեցին, Ես ստում է։ ոչ մի բան չեմ արել, սրտիկ եմ դրել երևի։ Հա իմաց ինչ որ մի հատ տես։ Բան եկա, բայց ես ոչ մի բան չեմ արել դրան։ Իսկի բանի տեղել չեմ դրել։ Լավ կա։ Այսինքն այդ մեսեջը քեզ ոչ մի բանով չվախացրեց, ոչ մի հարց չառաջացրեց։ Почему у меня пранки не получаются? Էս մարդը ինքը պրոստը այդ իմ նկարներին պատասխանել է սենց բանով։ Որ մի մարդն է դից պատասխանում։ Շուտ հանգիստ ես ռեագիրovat, արա չեմ հասկանում։ Ավելի անհագիստ SMS-ներ եմ ստանում ես։ Հենց չի։ Այսինքն օքեյ, որ քեզ կողքից նկարում են ու քեզ ուղարկում են։ Լսի, ես իմ կյանքում այնքան բան եմ տեսել, որ իմ համար այդ ամեն ինչը այնքան բան է։ Երրորդը ամենահավես պրանքը, իսկ դուք բոլորը կարոտել եք, երբ վլոգերում Յանան ամեն մի վլոգի մեջ լացում էր, մենք հետ ենք վերել այդ Յանային։ Երեխեք, այսօր դպրոցից հետո ես նենց սկանդալ եմ անելու այս տանը, որ բոլորը պրոստը գժվելու են ու չեն հասկանալու, որ այդ ամեն ինչը ուղղակի պրանկ էր։ Ես ունեի կապիլկա, ու իմ համար շատ ոնց որ կարևոր է այդ կապիլկան, դից ինչ փող որ ստանում եմ, դնում եմ այդ կապիլկայի մեջ, որ հետո ապագայում գնամ ինչ-մի բաներ առնեմ այդ փողով, ու վերջում Յանան մի անգամ էլի դες դեպք եղել է, բայց մի քիչ Ես ասեմ ոնց է եղել, ես իմ ընկերին ասեց մի հատ շուտ տեղ պիտի գնենք, ես մամային ասի, մաման տանը չէր, մամ կարամ եմ բայց վերցնեմ, հետո դու ինձ կտաս փող, էլի ես չեմ վերցրել, ոնց վերցրել եմ, տենց է բերել հետ եմ դրել ու հարցրել եմ, ու բայց ինձանից չես հարցրել մամայից ես հարցրել։ բայց մաման ինձ փողը տալու էր մեկը, քեզ Վերջը, բայց ես եկա տուն, տեսա իմ կապիլկայի մեջ փող չկա, ու որ տիպի ներվանյա։ Բայց գնացեցի մամա մոռացել է փողը դուր դնեմ տեղը։ Ասեցի ներվայնալ ու հասկացա, որ սա իդեալական պրանկ է Յանեն մեղադրել նրա մեջ, որ ինքը չի արել։ Վերցել է իմ կապիլկայից փող ու չի։ Ոնց է փորձում է խափիտ։ Յանա դու ստից փողը։ Յանա։ Երդվում եմ։ Յանա ստեղ $2 է։ Երդվում եմ։ Յանա ստեղ $2 է։ Յանա։ Էվա ո՞տ է։ Յանա, երդվում եմ հորս։ Մամ։ Մամ, իմ մոտ $2 է կապիլկայի մեջ, դու վերցրել ես փող։ Մամա։ Յանա։ Յանա մաման չի վերցրել, դու ես վերցրել։ Մի հատ արիշ տեղ ասում եմ։ Ու մամային ես նախարոք ասել եմ, մամ, անենց կարեք, որ իմ կողմ է եղեք, ինձ հավատացեք, Յանեն մի հավատացեք։ Յանա դու գիտես, ես ուզում եմ, որ դու սենց ես անում։ Յանա։ Ես իմ ընկերու հետ տանը նստած եմ ու Էվան գալիս է ճշճվալով իմ փողուր ու ես թքած ունեմ, որտեղ Էվան շատ է տենց բաներ անում։ Յանա ունը $10 ես ունեմ, եմ ասում կապիլկայից մի կպի։ Մամա $10 է կապիլկայից, մեջ հիմա $2 է։ Հետո ասում եմ, որ պապան է գալի, ու պապան Պապա ինքը էլի ջեյպր տանի իշում ես առաջին անգամ որ վերցրեց փողը, հիմա ինքն նույն բանն է անում։ Դες ինչ ես ավել, ասա ինչ ես ավել։ Արիստե։ Արիստե, ո՞ր է արիստե։ Պապա չնեղանես, բայց դու լավ դերասան ես, բայց կինոների մեջ, որտեղ դու իրական կյանքում այնց շատ ես այդ էմոցիան տալի։ Վիրես այդպես սկսեցի խնդալ, դե պապան եկավ մի անգամ սենց գորգորալ, ինքը սկի չգիտեն ինչ ա եղել, ինքը պրոստը սենց գորգորալ։ Դες վերցներ բաբը։ Յենա պրոստը։ Ես գորգորում։ Արիստե, բան եմ ասում։ Հակի թողեք։ Հակի թողեք և ինչ է լսի։ Ես խապ, ուր ես էլի տշում եք։ Խեմատ եք բարատ դժամ։ Ես ինչ ես թողերում եմ։ Ես տշում, դու ես վերցրել, դու եք անում, դու ես վերցրել։ Յանա, բայց դու շատ լավ էլ հավատացել էի, որ Ես չէ, ես նույնիսկ ես չի հավատացել, ես ներվանացել էի։ Ես սկրել եմ չապ դրես մորես, ես երդվում եմ ես չեմ վերցրել։ Բան վերցրել։ Երդվում եմ ես չեմ վերցրել։ Ես թվում որ ինքը սարքում է, ինքը ինչ չեմ վերցրել։ Լավ, հետո ընկերիդ կգնա կխոսանք։ Ես չեմ վերցրել։ Ես չեմ իմանալ։ Ինչ է կայրում։ Մենք ավելի երկար կարեին գորգորենք, բայց յանան կեսից կամերան նկատեց, ասում այս ի՞նչ է, դուք նկարում եք։ Ինչ զգացիր այդ պահին։ Օրես եկա, ապահոներ ապահովես։
Շնիկակե բանա, սա էվայի պրանքի արդյունքը։ Oh my god, signalizasyon. Blok կարեք դիջիկը կսպարեմ դաղի։ Չկցել YouTube-ը մեզ կպարկի խոսին անցանում Գերգի։ Ազնիվ աղջիկ, մենք հավատում էինք քեզ գիտես չէ։ Իսկ սկզբանը գաժեր իջին է, տես կողքը դա հավատում է։ Հավատում ենք կյանքս։ Բայց ինչ անեմ, իմ այսինչ չեմ այլ նկարել։ Ինձ թվում է այս վլոգը շատ հետաքրքիր շատ ծիծաղալու վլոգ կլինի, որովհետև երբ յանան լացում է, ես իմ ծիծաղին չեմ կարողանում պահել, ու քեզ նայել էկրանից դուրս ինձ շատ հաճելի կլինի։ Գրեք կոմենտներում ինչ էլի վլոգեր կուզեք, ես կփորձեմ ավելի շատ այս տիպի պրանկեր մտածել ու նկարել, որովհետև գիտեմ այդ ամեն ինչն է ինչ որ դուք եք սիրում։ Շնորհակալ ենք, որ դուք մեզ նայում եք։ Շարունակեք կոմենտներ գրել, ինչ կուզենաք տեսնեք մեր YouTube-ի ալիքում, մեր համար շատ դա կարևոր է։ Սիրում ենք ձեզ շատ։ Հաջող բոլորին։